Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, սա այն անակնկալն էր, որը ես եւ Մանեն պատրաստել ենք ձեզ համար։ Մենք հիմա խոհանոցում ենք ու պատրաստելու ենք, ես ավելի շուտ պատրաստելու եմ pesto pasta, իսկ Մանեն Իսկ ես շատ թեթև տիրամիսու։ Տիրամիսու։ Այո, տիրամիսու։ Բայց ոչ ավանդական ձեզ համար արդեն հայտնի բաղադրատոմսով, ավելի դիետիկ։ Դիետիկ։ Այո, եւ ավելի թեթև։ Բայց ինչ է։ Պիտի ասեիր թեթև։ Լավ, ինչ է պետք, ինչ է անհրաժեշտ քեզ տիրամիսու պատրաստելու համար։ Անհրաժեշտ է հունական յոգուրտ, անհրաժեշտ է շաքարի փոշի, անհրաժեշտ է շատ քիչ վանիլին, այսպես անելու համար։ Անհրաժեշտ է կակաո, իհարկե լուծվող սուրճ, որը կարելի է նաև խմել, բայց չէ, չենք խմելու, այս անգամ օգտագործելու ենք եւ իհարկե տիրամիսու պատրաստելու համար այս գեղեցիկ ձողիկներ, որը կարելի է իդեպ փոխարինել նաև այն կլոր դիետիկ հացերով։ Ինձ էլ հարցրու։ Լավ։ Ինչ է քեզ անհրաժեշտ pesto pasta պատրաստելու Pesto pasta պատրաստելու համար pesto անհրաժեշտ է pesto, միանշանակ pesto, անհրաժեշտ է Թող գուշակեմ լոլիկ, չերի լոլիկ, կարող ես գուշակել երևի pasta, parmesano, Պարմեզանի մասին ոչ մի խոսք չկար։ Պանիր եւ իհարկե հավի կրծքամիս, որը որ մենք նախորդ արդեն տապակում ենք։ Հասկացա, փորձիր բացել կապը։ Ուշադրություն։ Չէ, նորմալ է։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, ինքը տապակվում է, թող մի քիչ տապակվի, որ հետո մի քիչ հետո վրան արդեն կավելացնենք համեմունքները։ Հասկացա։ Պարզապես ավելացնելու ես համեմունքները եւ վերջ։ Այո, ավելացնում եմ համեմունքները, խառնելու եմ, բայց այդ ընթացքում ես կկտրատեմ լոլիկը։ Շատ լավ։ Ես այս դանակը գողացել եմ, ձեռք չտաս դանակից։ Ես ոչ մի բան չունեմ, խելոք իմ համար աշխատում եմ։ Չգիտեմ, ամեն սիրելի հեռուստադիտողներ ավելացնում ենք յոգուրտին, վանիլինը, մի պետքոց։ մի քիչ ավելի, բայց ոչ շատ, որովհետև համը փոխվում է, դառնում է ավելի դառնահամ, իսկ դա մեզ պետք չէ։ Իսկ ինչպես ես ուզում լոլիկները ես կտրատեմ, այսպես թե ավելի փոքրացնեմ։ Ինձ համար տարբերություն չկա, ամեն կերպ էլ սիրում եմ։ Թող այսպես լինի ուրեմն։ Ուրեմն թող, դա հեշտ էր, հա։ Լավ, կքարատեմ ուրեմն։ Քարատեմ։ Այսպես 4 մասի ենք բաժանում։ Իսկ դու տանը երբ պատրաստում ես, ինչ ես ամենաշատը սիրում պատրաստել։ Ես սիրում եմ մսային ուտեստներ պատրաստել, վրացական խոհանոցը շատ եմ սիրում, բայց իհարկե մեր հայկական, ավանդական խոհանոցից էլ երբեք չեմ հրաժարվում ու շատ եմ սիրում ու այս վերջերս ես բացահայտում եմ, որ մեր հայկական խոհանոցում կան շատ ուտեստներ, որոնք որ քիչ հայտնի են։ Ահա։ Ու արդեն գնալով շատ հայտնի են դառնում։ Ձեռք են բերում, չէ՞։ Այո, հայտնությունը ձեռք բերում ու շատ համեղ են ու շատ յուրահատուկ համեր ունեն։ Նաև պատրաստման ընթացքն է շատ հետաքրքիր ու գեղեցիկ եւ շնորհիվ մասնագետների կարողանում են ներկայացնել շատ ժամանակակից մատուցման տարբերակներով ու ավելի հետաքրքիր առօրյա պատրաստման համար, այո։ Շատ լավ է։ Իսկ դու ման, ինչ ես սիրում պատրաստել հիմնականում։ Այն ինչ կա տանը։ Ես ավելի արագ կողմնորոշվում եմ Գոգլի, հա, այսինքն։ Գոգլի։ Հիշում ես գոգլին։ Հա, բայց չեմ պատրաստում։ Բայց կարելի է գոգլի պատրաստել։ Հա, հիշել մանկությունը։ այո։ Կարելի է։ Չէ, ինձ համար ավելի հեշտ է երբեմն կողմնորոշվել, երբ պարզապես բացում եմ սառնարանի դուռը հասկանալու համար ինչ կա պատրաստելու համար։ Այդ տարբերակով միշտ ավելի հեշտ է։ Իսկ ես նախորոք պլանավորում եմ, մտածում եմ, գնում եմ խանութ ու կատարում եմ գնումներ ու գալիս եմ պատրաստում եմ։ Իմ մոտ այդպես է աշխատում այդ համակարգը։ Իմ ծրագիրը այդպես է աշխատում։ Հասկացա, չէ, ես երբեմն ալարում եմ խանութ հասնել, փոխարենը նախընտրում եմ բացել սառնարանի կամ օրինակ հատիկեղենի համար նախատեսված դարակը։ Այո, մենք կտրում ենք այս փոքրիկ թխված քաբլիթներին։ Դա է ուզում հարցնել, հա։ Որովհետև մեր տիրամիսուն հավաքելու ենք բաժակի մեջ։ Իսկ այս փոքրիկ գտալը որտեղից մի հատ ինձ։ Ահա, այստեղից։ Դանակ քսալ պատարակաղի սնդուկը իմ կողքին է։ Ես փոքրիկն եմ ուզում։ Ահա, գտար։ Հիմա մենք համեմում ենք հավի կրծքամիսը։ Օ, ապա։ Սա դնում ենք այստեղ։ Ինչ համեմունքներ ես օգտագործում, պատմիր։
աղ, կարմիր պղպեղ, օրեգանո եւ իհարկե սև պղպեղ։ Օ, ամենա թեթև բարձ համեմունքները։ Բայց օրեգանոն պետք է անպայման լինի իտալական խոհանոցի անբաժանելի համեմունքը։ Մի պտղուն աղ։ Քիչ էր սա։ Երկու պտղուն աղ։ Ինձ թվում է դու հենց հիմա որ հաշվում ես այդ չափաբաժինները։ Տանը հաստատ պատրաստել ես Միկա։ Pesto pasta։ Ահա։ Շատ։ Գոհեին։ Շատ եմ պատրաստել երկու անգամ։ Երկու անգամ։ Դիր։ Դե եթե տուժողներ չեն եղել, արդեն լավ է։ Չէ, ինքը անվնաս է։ Հետևից մի հատ թանես խմում եւ ամեն ինչ նորմալ ասա։ Օրեգանոն մենք կավելացնենք, լավ, հիմա կավելացնենք օրեգանո։ Բայց կարելի էր վերջում ավելացնել ես մի քիչ, լավ։ Շտապեցիր։ Շտապեցի, ոչինչ։ Սախար ենք։ Լինում է մանել հմոտ։ Կարծես թե այո։ Բայց հեշտ պատրաստվող բան է կոնը։ Շատ արագ, հատկապես եթե գիտեք, որ տանը առանց նախապես զգուշացնելու գալու են հյուրեր մի քանի րոպեից, կարող եք արագ պատրաստել, տեղափոխել սառնարան, մինչև համերը կմիաձուլվեն եւ հյուրերի գալուն պես դուք կունենաք հիանալի քաղցրիկներ մատուցման համար։ Ես միշտ հոտ եմ քաշում, գիտես, ու պատրաստում եմ միշտ հոտ եմ քաշում։ Գիտես, չէ, շուկայում անգամ որ գնումներ անելու ժամանակ վերցնում եմ, հատկապես Միրգ բանջարեղենը հոտոտում։ Քաշում ուտում եմ։ Չէ, չեմ ուտում, հոտոտում, հասկանում արդյոք բուրում է այնպես, ինչպես պիտի օրինակ ունենար բույր լոլիկը, հետո նոր գնում եմ։ Բույր լոլիկ։ Որովհետև Շատ լավ ինչ է ուղղակի։ լոլիկի բույրը։ Որովհետև այո, երբեմն լինում են տարօրինակ մթերքներ, չունեն այն համն ու բույրը, որը պիտի ունենար, օրինակ։ Ես մի քիչ սա բարձրացեցի, որպեսզի նա տշտժա։ Կարմրի։ Այո։ Ինչ ես կարծում, այսքան լոլիկը բավական է։ Կարծում եմ ոչ։ Չարչար ենք Միկային։ Չարաղվես։ Միկա մենք հաճախ մեր հյուրերի հետ խոսում ենք, որ նաև մասնագետներն են խորհուրդ տալիս երեխաների հետ անցկացնել ժամանակ, ինչ որ խաղեր խաղալ, պատրաստել խոհանոցում։ Դու եւ Մանեն ժամանակ անցկացնում եք քո դուստրը խոհանոցում։ Ինչպես ես կարծում։ Ինձ թվում է այո։ Միանշանակ այո։ Ինչ ավազակություններ եք անում։ Մենք երբ որ տանը մենակ ենք լինում, խոհանոցը չի ասի ավիրում ենք, բայց ամեն դեպքում պատրաստում ենք։ Գալիս է օգնում է ինձ կանգնում է, պապա ես եմ խառնում, պապա ես լցնեմ աղա, այսպես մանր ու Իսկ ձեր տանով Պտուղը ծառը թերու չի ընկնում։ Իսկ ձեր տանով է ավելի լավ պատրաստում, դու թե Մարիամը։ Ես կասեի բոլորը։ Օ։ Լուրջ։ Բոլորը լավ են պատրաստում։ Ու ամեն մեկն ունի իր ձեռագիրը, իր բաղադրատոմսը, օրինակ, չգիտեմ, ինչ որ օրինակ տոլման մամային։ Դե հա, ինձ թվում է տոլման ով էլ պատրաստի, ամենահամեղը մայրիկի պատրաստած տոլմանը։ Սա կարծես պատրաստ է։ Կարծես թե հաստատ։ Չէ, թող մի քիչ էլ։ Տեժտեժա, սիրում եմ այդ բառը։ Տեժտեժա։ Տեժտեժա։ Ինչով խանգարեմ քեզ։ Չես կարող։ Կարող եմ։ Մի խանգարիր, խնդրում եմ։ Կամաց։ Իսկ երբ հասկացար, որ դու սիրում ես խոհանոցը։ Երբ սկսեցի ավելի շատ տանը մնալ ու սովածանալ։ Մենակ էիր եւ սոված։ Չէ, իրականում չգիտես ոնց պատահական ձևով դիտում էի հեռուստացույցով, այն ժամանակ համացանց այդքան չկար, չէր զարգացել, դիտում էի հեռուստացույցով խոհարարական հաղորդումներ։ Ահա։ Ու հասկացա, որ ինչ-որ շատ եմ սկսում նայել ես այդ հաղորդումը։ Եվ հետաքրքիր է։ Եվ հետաքրքիր էր։ Ինչպես են պատրաստում, ինչպես են այդ կտրատելու այդ process-ը շատ հետաքրքիր էր ինձ գրավիչ, ու հետո սկսեցի պատրաստել, հասկացա, որ խոհանոցում ես մայստեր սպորտ եմ ուղղակի անում։ Չէ, կատակ եմ անում, հասկացա, որ սիրում եմ խոհանոցը։
Դե դու ուղղակի աղջիկ ես եւ բնականաբար երևի թե ավելի շատ կսիրես խոհանոցը, դրա համար չեմ հարցնում, թե դու ինչու ես սիրում խոհանոցը։ Բայց գիտես, վերջին շրջանում ես հաճախ եմ հանդիպում մարդկանց անկախ սեռից, որ հետաքրքրված են խոհանոցով եւ կոտրում են նաեւ կարծրատիպեր, ինչպես նշեցիր, աղջիկները դե պիտի սիրեն խոհանոցը, բայց արի ուտես, որ չէ, շատ տղաներ այսօր ավելի շատ են հետաքրքրված խոհանոցով։ Ճիշտ է։ Փոխվել է, իմ աղջիկները ասում են չէ։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ խոհանոցը միայն համեղ պատրաստելու, համեղ ուտելու մասին չէ։ Շատերի համար դա թերապիա է, շատերի համար իր արվեստի նկատմամբ ընկալումները ցուցադրելու եւս մեկ հարթակ ու տարբերակ։ Հետո ստեղծագործելու տեղ կա խոհանոցում, անսպառ։ Միշտ։ Հատկապես երբ դու ստեղծագործող մարդ ես, քեզ համար խոհանոցը, չգիտեմ, անվերջություն ստեղծագործելու տեղ է, դու ինչ ուզում ես կարող ես անել։ Ամեն ինչ կարող ես անել։ Որոշում համեղ։ Դե երբեմն ստացվում է։ Բայց պետք է վերջում համեղ լինի։ Դա պետք է փորձել։ Վերջի վերջը որ հասկանաս ինչը երբ ինչ աստիճանում օրինակ տապակելու դեպքում որ բանջարեղենը կամ միրգը կլինի համեղ կամ հակառակը այնպես որ միշտ պետք է փորձել։ Դու կարծես վերջ, այո։ Ես դանդաղ եմ ամեն ինչ անում, որ մենք միասին ավարտենք մեր։ Ես կարող եմ հենց հիմա ավարտել։ Իսկապես։ Դե փորձիր։ Լավ, հիմա նայեք ինչ ենք անում։ Սա անջատում ենք։ Սուրճ։ Բերում ենք մատուցման ամանը։ Արդեն։ Այո։ Իսկ ինչու էր ինձ թվում, որ դու պաստան պետք է խառնես հենց տապակի մեջ։ Դու այդպես ես ուզում։ Այդպես էի պատկերացնում, բայց դու կարող ես պատրաստել այնպես, ինչպես պլանավորել էիր։ Չէ, ես այսպես կանեմ։ Շատ լավ։ Ինձ պետք է սա Եվ սա։ Օրեգանոյի հոտը շատ լավն է։ Զգացվում է անգամ այստեղ։ Բայց հիմա պետք է օրենքով մենք իտալական ինչ-որ մի երաժշտություն լսենք։ Կարծում եմ այո։ Մեր գործընկերները լսում են մեզ։ Եթե լսում են, մենք հիմա կզգանք։ Այո։ Իտալական որևիցե մի երաժշտություն, որ գար ավելի այսպես Հայտնվիր տես ինչ եղավ։ Ինչ եղավ։ Ոչինչ։ Սխալ գնաց։ Ամեն բան։ Խոհանոցում լինում է այդպես, ոչինչ։ Իհարկե։ Նորմալ է։ Տանտարանտա 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 Գոհես։ Ես չգիտեմ մի կան ինչ հրաշքներ է պատրաստվում եւ գործում հիմա։ Սա այսպես, իսկ հիմա Սա շատ է, այսքան չենք լցնի, բայց չնայած ես պեստո սիրում եմ, բայց Շատ ես, չէ՞ սիրում։ Շատ։ Տունդել է պատրաստում, գիտես չէ՞ ման։ Գիտեմ, ինքնուրույն պեստո։ Ինքնուրույն պեստո։ Դա չգիտեմ։ Եվ սիրում եւ պատրաստում եմ ու սիրում եմ կծու պեստո։ Շատ համեղ է։ Ինչպես ես պատրաստում, հետո ինձ կասես։ Ես ուզում եմ ինչ-որ բան փոխել այս իրականության մեջ։ Ինչ, ասա օգնեմ քեզ։ Օրինակ, կհայտնվեն այստեղ։ Այսպիսի ձողիկներ, հետո կակաո։ Իդեպ շոկոլադից էինք խոսում, կարող ենք այստեղ քերել սև դառը շոկոլադ։ Շոկոլադի օրը այսօր էր, ճիշտ է, այսօր էր շոկոլադի օրը։ Օրետոնական դարձնել շոկոլադով։
Սա այսպես, սա դնում ենք այստեղ։ Օպա։ Հավաքում ենք խոհանոցը, ամենակարևորը։ Կակաոն։ Օպա։ Հիմա պետք է քերել պարմեզանը, չէ՞։ Կյան, այո։ Հիմա կգամ ես։ Ես սպասում եմ քեզ։ Կարող ես տեղավորեցիր։ Եկավ այդ պահը։ Վերցնեմ լոլիկը։ Այո։ Այս շանով։ Buongiorno։ Վարպետորեն։ Շատ պետք չի։ Որպեսի պեստոն էլ երևա։ Հիանալի է։ Դե։ Ինչպես ասում է մեր գործընկերը, անուշ լինի։ Անուշ լինի, սիրելի հեռուստադիտողներ, պատրաստեք համեղ, վայելեք համեղ եւ պարգևեք ինքներդ ձեզ փոքր կամ մեծ չափաբաժնով երջանկություն։ Շատ համեղ է, բայց երևում համեղ տեսք ունի։ Շատ համեղ է բուրում։ Ես առաջարկում եմ սա տեղափոխենք սառնարան, որ ավելի համեղ դառնա, իսկ այդ ընթացքում փորձենք քո պատրաստած պաստան։ Գնացինք։ Բայց առաջարկում եմ, որ դուք էլ խոհանոցում հենց հիմա փնտրեք եւ գտնեք, թե ինչ եք ցանկանում պատրաստել սիրելի հեռուստադիտողներ եւ կարող եք նաեւ պատրաստել ձեր երեխաների հետ կամ նրանց համար կարդալ հեքիաթ։ Հեքիաթներ, ճիշտ է։ Ինքներդ ձեզ համար էլ կարող եք կարդալ հեքիաթ, որովհետեւ այո, շատ հաճախ մենք հեքիաթները կարդացել ենք փոքր տարիքում եւ հասկացել ենք բացարձակայել մի պատմություն, բայց արի ու տես, որ մասնագետները վերլուծում եւ հասկանում են, որ օրինակ այդքան էլ մեր պատկերացրած վստահությունը չէր, որն ուներ կարմիր գլխարկը Գայլուկի նկատմամբ։ Դե հիմա ինչպես ասում են, կարող է Գայլը այդ օրը ինչ-որ տրամադրություն չի ունեցել կամ ինչ-որ ստրեսի մեջ է եղել, չէ՞, մարդիական է այդպիսի բաները ասելը։ Այո, բայց թե որքանով է այդ պատմությունը հատկապես կարմիր գլխարկի մեր իմացածի նման եւ թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում, իհարկե պետք է լսել մասնագետներին։ Առաջարկում եմ վայելեք համեղ որևէ բան կամ գոնե սուրճ շոկոլադով եւ հետեւեք մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութին։